Չարդախլուի դեպքերը 1987 թվականին նախկին Թովուզի շրջանի առաջին քարտուղար Ասադովի ջանքերով հայաթափվում է Չարդախլու գյուղը, որը դարեր շարունակ բնակեցված է եղել հայերով։ Հարյուրավոր բնակիչներ տարհանվում են, տղամարդկանցից շատերը ձերբակալվում եւ բռնության ենթարկվում։ Տեսակետ կա, որ Արցախյան հակամարտության վերսկսման հիմքում ընկած են հենց Չարդախլուի իրադարձությունները։ Շամխորի տարածաշրջանում 12 հայկական գյուղ կար, որից ամենամեծ գյուղը Չարդախլու գյուղն էր։ Երկու շրջանի արանքն ընկած։ Երկուսին ադրբեջանական շրջաններին Շամխոր Գեդաբեկ։ Չարդախլուն նկարագրեմ աշխարհի ամենաչնաշխարհիկ վայրերից մեկն էր, Կարդմանած լեռնաշխարհի ուտի գավառի։ Դուք եթե պատկերացնեք այդ գյուղի բնությունը, այդ գյուղի անտառները, այդ գյուղի ամեն մի ճյուղ, ամեն մի մեր համար քաղց է։ Ադրբեջանցիք իրենք այդ գյուղը վրանցում են հիանը մնացին, այս Ադրբեջանի վարդնա ծաղիկնա։ Ափսոս որ հայեր են ապրում։ Չարդախլու տարբեր մեկնաբանություններ կա գյուղի հետ կապված, բայց պարսկերեն բառից նշանակում է 4 սարերի արանքում պարփակված։ Իր անտառներով, իր հողատարածություններով, գյուղը ամիջապես լեռնային գյուղ էր։ 1941-45 թվականի այդ պատերազմի ընթացքում մեր գյուղից մասնակցել է 1200 մարդ, որից 321-ը չեն վերադարձել։ Ուրեմն հայրենական մեծ պատերազմի ժամանակ տվել է տասնյակ գեներալներ, 2 հատ մարշալ, Սովետական միության կրկնակի հերոս Իվան Խրիստոֆորովի Բաղրամյանը, Սովետական միության սրահատանկային զորքերի մարշալ Համազազ Բաբաջայանը, ադրբեջանցիների մոտ այսպիսի մի կարծիք կար, ասում է Չարդախլուեցիները կարտոշկա են ցանում, գեներալներ են դուրս գալի, ոչ թե դուխավիկ են, այլ Չարդախլուն ապրելով ադրբեջանցիների այդ տարածքում յուրաքանչյուր ծնվածը մտածում էր, որ պարտադիր դառնա զինվորական։ Դա գենետիկորեն է եկել այդպես, որ քանի որ վտանգը դեպի թուրքերը կա, հայոց պատմությունն ուսումնասիրելով, այդ ամեն ինչը յուրաքանչյուր ծնված երեխի նպատակը մեկ էր, ասենք, ոչ թե դառնա բժիշկ, մանկահարշ, այլ զինվորական։ Ադրբեջանում բնակվող այդ հայության հետ կապված թուրքամետ քաղաքականությունը վառ արտահայտվեց Հեյդար Ալիևի իշխանության տարիներին։ Եվ դա ցայտուն արտահայտվեց մարշալների մահից հետո։ Նախկինում մարշալները եւ Իվան Խրիստոֆորի Բաղրամյանը եւ Համազազ Բաբաջյանը դրանք բազմաթիվ անգամ գալիս էին գյուղ, հանդիպումներ ունեմ ժողովրդի հետ։ Դեռ մարշալի կենթանության օրոք, երբ Իվան Խրիստոֆորի Բաղրամյանի տանտեղը տուն-թանգարան կառուցվեց, նպատակային, ասենք, այդ թանգարանը չկոչվեց մարշալի անունով։ Թանգարանը դրին աշխատանքի եւ փառքի թանգարան։ Ինչը հայ անուն չունի, դա հեռահար նպատակ էր, դա Ալիևի քաղաքականության արդյունք էր։ Չարդախլին մարշալների գյուղ լինելով շատ արտոնյալ իրավիճակում էր համեմատ մյուս հայկական գյուղերի։ Իսկ մարշալ Բաղրամյանը արդեն մահացել էր վաղուց ու սկսել էին արդեն քիչ թե շատ իրանց նեղել։ Ալիևը յուրօրինակ յուրահատուկ քաղաքականություն սկսեց վայել հայկական գյուղերի նկատմամբ, որպեսզի գյուղերը հայաթափվեն։ Դպրոցներից վերացավ հայոց պատմությունը։ Մտցեց Ադրբեջանի պատմություն, մի հանրապետություն, որը պատմություն չի ունեցել, բայց մտցեց Ադրբեջանի պատմությունը։ Երիտասարդ ինչքան մասնագետներ կար, ինչքան կադր կար, պայմանները այնպես էր ստեղծել, որ դրանք բոլորը դուրս են գալի կամ Երևան կամ Ռուսաստանի Դաշնություն։ Չարդախլուն ուներ 14-15 հազար հեկտար հողատարածություն։ Գյուղը կենտրոնում է, գյուղի հարակից վարչական տարածքին կից տարածքները բերան թուրքական գյուղեր հիմնել։ Եվ պատկերացրեք, սա գյուղի մեր հողերն է, կողքից թուրքական գյուղերն են։ Երբ թուրքական գյուղերը հարց են բարձրացել, որ ոնց կարող է Չարդախլուին այսքան հող լինի, իսկ իրանց գյուղերը գյուղի հարակից տարածքում հողատարածքները քիչ ունեին։ Ըստ այն ժամանակ, ասենք, Հայաստան հասած տեղեկությունների պահանջ ա եղել, որ թուրքական գյուղին Չարդախլին մեծ հողակտոր փոխանցի թուրքերին սովխոզին տնօրենը հրաժարվել էր ստորագրել։ Նրանց խոստացել են, որ այդ հողերը տալու ենք ձեզ, ու անընդհատ կռիվ էր, պատկերացրու, սա թուրքի տունն է, այս դռնից է սկսում է մեր հողերը։ Անընդհատ կարտոշկա ենք ցանում, կարտոֆիլ, ինչ անում ես, նրանք գողանում են, նրանք վնաս են տալի, ումից բողոք ես։ Ոստիկանությունը իրանցը
ղեկավարությունը իրանց է եւ անընդհատ սպասողական դերում էին, իսկ միշտ բանը Կենտկոմի քարտուղարն ասել է մի անգամ ուրեմն Շամխորում որ այդ հարցը դրել են կողքի գյուղի կոլխոզի նախագահները որ այդ հողերը երբեք տալի ասել է սպասեք հլա մարշալա դեսաղա մարշալից մայից հետո նոր այդ հարցը քննարկենք սպասեք հլա մեկա դածերնա Չարդախլու միակ գյուղն էր որի ղեկավարությունը Ադրբեջանի վարած քաղաքականության բոլոր հրահանգները չէր կատարում Ալիևը գնաց դարա մինիստրի սովետի առաջ տեղակալ այդ կեղծ պլաններով ցույց են տալի որ այսքան հեկտար խաղ ենք ցանել այսքան ստացել ենք այսքան բայց իրականում ոչ խաղ են ցանել ոչ խաղ են ստացել Կառավարության վրա ասենք կողի կատնատությունը բարձրացնի կեղծ ձևով Ոչխարի բրդատությունը, հանդի կարտոֆիլի կամ ցորենի բերքատությունը բոլորը մեխանիկորեն բարձրացնում են Չարդախլի ղեկավարությունը հիմնականում սովխոզի դիրեկտորը հաշվապահ դրանք չգնացին դրան իսկ նրանց ձեռը տալ MC ղեկավարություն MC մարտիկ որոնք ասենք դա կատարեին Միայն 87 թվականի Գդելյանի գործը որ բացվեց 650 մարդ Շամխորի շրջանից ձերբակալվել են իսկ ձերբակալողները ոչ թե Ադրբեջանի ոստիկանություն այլ Մոսկվայի իսկ Չարդախլեցիներից ոչ մեկը չկար եւ դա Ռայկոմի քարտուղարին դա Ադրբեջանի ղեկավարությանը դա գոհացնող չէր նրանց ձեռնտու կլներ ինչքան շատ լինի հայերից ինչքան ավելի շուտ կայացապի այդ գյուղերը Թուրքերը եւի զգում էին կամ տեղեկացված էին կամ մասնակից էին սովետի հետագա զարգացումներին, այդ քանդվելուն սովետական հանրապետությունների միավորման եւ ուզում էին մաքսիմալ ձեռբազատվեին հայկական էլեմենտներից իրանց տարածքում, հատկապես տենց էմբոստ էլեմենտներից, ոնց որ Չարդախլուն էր, ոնց որ Ղարաբաղը կամ Շահումյանի շրջանը։ Ղարաբաղում նմանատիպ գործողություններ չէին կարող անեն սահմանամերձ գոտի առումով, նմանատիպ բառներ արել էին Ղարաբաղին մոտիկ գյուղերում Զանգիլանի եւ Ջեբրայելի տարածքում, որ էլի սահմանամերձ ու դատարկել էին հայկական գյուղերը, պրոպուսկ ժամանակին չհատկացնելով, թույլ չտալով, որ հողը մշակեն, որովհետեւ այնտեղ անգամ հողը մշակելու համար զոնայից զոնա էր անցնում ու այդ գյուղի բնակիչը պիտի այդ պրոպուսկ էլի հաներ։ Ձորակից ձորակ հայը պիտի անցներ անպայման ներքև իջնելով, ճանապարհներ չէին կառուցում միացնելով, ասենք, ջրբաժանի վրայով, պիտի ձորակից իջներ ներքև, բարձրանայր մյուս ձորակով, որ մյուս գյուղից, ասենք, աղջիկ բերեր կամ խնամուտ տեսներ ներքև, այդ ձորակների միացման տեղը թուրքական բնակավայր էր կառուցվում։ Արդյունքում այդ հայերը իրար մեջ շփվելու հնարավորություն չէին ստանում։ Թուրքը գերիշխող դիրքեր զբաղեցնում այդտեղ, խմելու աղբյուրների վրա էին բնակավայրեր կառուցում, փոքր մեծ կապ չունի։ Գյուղի տարածքում կար ջրաղբյուր, որը ծառայում է այդ գյուղի հատվածին, թե դրել են որ ադրբեջանական այդ իրանց կողմից ստեղծած այս գյուղը ջուր չունի, այդ ջուրը պիտի տանեն Այդ ջուրը պիտի տանեն տան այդ գյուղին։ Հիմնական ամենամեծ խնդիրներից մեկն էլ այդ ջրի խնդիրն է։ Շամխորի շրջանից Գետաբեկը գազ են տանում, այդ գազը պիտի անցնի գյուղի միջով։ Ուրեմն չարդախլեցիները կօգտեն։ Շրջանցում են գյուղը շրջանցում է սարի հետո որպեսզի չարդախլեցիները չօգնեն։ Եվ դա ակնառու իսկ են ղեկավարները, որոնք գիտակցում են, որ սա ինչ է, նրանք չէին կարող ստիպված կամ պիտի դուրս գային աշխատանքից, կամ պիտի կատարեին։ Սովխոզի տնօրինն աշխատանքից ազատել էին, Ավետիսյան Գուրգենն են, հիմնական ազատելու պատճառը նա եղել, որ նա ժողովրդին հնարավորություն էր տալիս ապրելու։ Բավականին ժողովրդի կողմից ընդունված մարդ էր Եվ այսպես զզվացնելուց հետո այդ մարդը դուրս եկավ աշխատանքից։ Հետո նշանակեցին Եղիան Սուրեն, գնդապետ էր եղել, թոշակի գնացած 70 տարեկան մարդ էր։ Չնայած տարիքին դիրեկտորը նաև աշխատանք էր կատարում, աշխատում էր, նպաստեց, ասենք, մի 3-4 կիլոմետր հեռավորության վրա ջուր կար գյուղը, սկսեցինք այդ ջրի վրա աշխատանքը, ժողովուրդը համախմբված էր, տրաֆիկացման խնդիրներ էր լուծում։ Իրանք ինֆորմացիա ստանում են, ազգային անվտանգությունն իրանց տիրապետում է, չէ՞, իրանց ձեռնտու էր MC մի մարդ, որը իրանց հլու կամակատարը պետք է լինի։ Եղած Սուրենը կամակատար չեղավ։ Ռայկոմի քարտուղարը հայտարարեց առաջի քարտուղարը, որ պետք է ոչխարը կթեք, ուրեմն սովխոզ կողխոզները պետք է ոչխարը կթեն, որ պլանը կատարեն կամ գերա կատարեն։ Ոչխար ոչ միտեղ չեն կթեն։ Ու հայտարարեց, որ ով չի կատարում, նախորոքասի, որ իմանանք ով չի կթելու։ Այս դիրեկտորը մի քանի ամիս էր եկել, ես ելա հուտեղից ասեց ես չեմ կթելու։ Բոլոր զարմացան, որ սա պատասխան տա Ռայկոմի, հնարավոր չէ, Ռայկոմի պատասխան տան։ Վերջ սա կատաղեց, որ քրես ոնց չես կթելու, էլի։ Թե հնարավոր չի, ես մի քիչ վիճաբանեցին, դրանից հետո արդեն դա
Այդ դրա հետևից ընկավ։ Այդ ֆոնի վրա հակասություն առաջացավ, տնօրենին աշխատանքից ազատեցին։ Հետագայում այնտեղ ինչ-որ պրեսներ են եթում, պաշտոնյային ուզում են փոխեն, բայց արդեն Գորբաչովշինաներ սկսել, հետո երբ որ մարդիկ քիչ թե շատ ազատ էին ու կարում էին իրենց կամքը արտահայտեին, իսկ չարդախլեցիք սովոր էին իրենց կամքը արտահայտել։ Կարճ ասած, դա բերեց բախմանը Բաքվից ուղարկված իշխանությունների միջև եւ գյուղի բնակչություն։ Եղան Սուրենի աշխատանքից ազատելուց հետո այդ ժողովուրդը ոտք եղավ, որ այդ մարդուն պաշտպանում։ Այդ որոշումը չէր ընդունում ժողովուրդը։ Այդ ասում են մեր դիրեկտոր ինքն է։ Ուրեմն Գորբաչովի իշխանություն գալիս հետո մարդիկ իրավունք ունեին միտինգների ցույցերի, երևի սովետական միությունը։ Առաջի ցույցը մեր գյուղում է եղել։ Գորբաչովյան վերակառուցման հետ ժողովուրդը հույսերը կապեց արդեն եւ նախագահի հետ, եւ վերակառուցման պերեստրոյկայի հետ մտածեցին, որ ժողովուրդը լոզունգներ էին գրում, որ դուս եկան ցույցերի առաջին թե սպասիբը Գորբաչով, что открыл наш глаза։ Ժողովուրդը վեր կացան, բողոքեցին, գնացին Մոսկվա, վիճակը իրականում ուսումնասիրեցին, որ տեսան Ադրբեջանի վրաց այդ մյուս կողմից Գդելյանի այդ ստուգումները, մյուս կողմից այդ կեղծ բաները, պլանները կատարել։ Ռայկոմի քարտուղարի հրահանգները չկատարվեց, նոր նշանակած տնօրենին դիրեկտորին չընդունեցին, Ռայկոմի քարտուղարն եկավ ոստիկանությունով ամեն ինչով, սկսեց ստուգումները սովխոզում, 4-ից 5 տարվա գործերը, սովխոզի ամբողջ հաշվապահությունը, ոստիկանապետը, ԿԳԲ-ի начальника, ռևիզորներ, գլխավոր տնտեսագետ շրջանի մակարդակում ասեմ, գլխավոր հաշվապահ, ամբողջ սկսեցին մեր յուղի փաստաթղթերը ստուգել, ոչ մի բան չկտան։ ՕԲԽ-ը դրանք թուրքերին, բայց կար որ մոտիկ են, այդպես բաներ են։ Հայ մատիզանը ոչ մի բան չկա, բայց մեզ ստիմում որ գտնենք, ինչ գտնենք, ոչ մի բան չկա, գողություն չունենք։ Դե փաստաթղթով ոչ մի բան չկա, էլի։ Ռայկոմն ինչ էր կարգադրում, որ յուղի տներն էլ մանագեք։ Տեսեք, ով տուն է սարքել, ու փաստաթուղթ չունի։ Ասեն քար պիրացքլեն, երկաթ պիրացքլեն, ստուգեցեք, դրանց էլ ստուգեցեք։ Շամխորի առաջի քարտուղար Ասադովը տեղ աչքի ընկավ, իր գլխավորությամբ միլիցիայի այն ժամանակվա ուժերը, Շամխորի լրիվ միլիցիայի անձնակազմը եւ Բաքվից եկած արագ արձագանքման օպերատիվ խումբը հավաքել էին բոլոր տղամարդկանց, Չարդախլուի մոտ 100 հոգի տարել էին Շամխոր ու շրջկենտրոնների ոստիկանական բաժանմունքներ, ով դիմադրել է իրանցից կամ մի քիչ ավելի իմբոստապահել բնական պրես են արել, ով սուսապահել իրան շուտ բաց են թողել։ Ամենայն դեպս իմաստը ոչ թե էր, որ ծեծել են, թե չեն ծեծել, այդ բացահայտ ագրեսիվ գործողությունը ուղղված հայկական գյուղի դեմ։ Դա 87 թվի աշուն էր։ Չարդախլուեցիները վախեցող չէին, որ այդքան գային ոստիկանությունով, այ տանեին վախեցնեին։ Երևի տենց բան չկար, որ նրանցից մենք վախենայինք կամ, բայց իրականում կար վտանգը Ադրբեջանը Ռայկոմի քարտուղարի մակարդակով, Կենտկոմի առաջի քարտուղարի մակարդակով նպատակ էին դրել, որ գյուղը հայաթափեն։ Հարյուրավոր, որ նա մի գյուղի մեջ են պագոններով ոստիկաններ էին, թուրքեր, իհարկե բոլորը թուրքեր։ Ոչ մի բան չգտան, ոչ մի բան։ Փառք սովխոզի եւ գլխավոր հաշվապահին ուրեմն ձյաց Գոլյային շատ կայացած մարդ է, որ գիշեր ցերեկ աշխատել, զարմացել եմ, որ ոնց կարելի է մի սովխոզ մտնել այդքան քար ու քանդանեն, չկարողանան իրավական դաշտում մի հատ խախտում գտնեն։ Դեկտեմբերի 10-11-ի կողմերը 87 թվականի առաջի ցույցերը կապված Չարդախլուի հետ այդ ակցիաների ես չէի մասնակցում, բայց ինձ ստացվեց, որ իմ ծննդյան օրվա հետ կապված ընկերներով քաղաքում մի քիչ կինովցած զբոսնում ենք, տեսանք մեծ բազմություն, մոտեցանք ինչա պատահել ու բնական է խառնվեց ոստիկանությունը, քաշքշոցիներ, բան։ Ռայկոմի քարտուղարին համեցին, ուրիշ Ռայկոմի քարտուղարին, այդ Ռայկոմի քարտուղարի եկավ նորից արդեն գյուղը ժողովարավ, որ խոստացա, որ լավ կլինի։ Եկող Ռայկոմի քարտուղարը, որ այդ քարտուղարին հանեցին, այս նոր եկածը Ֆիզուլի Ռայկոմի առաջի քարտուղարն էր։ Նա ասում է, եկավ հանդիպման ժամանակ, ասեց ես Ասադովը չեմ, այդ մի քարտուղարը սխալ է վարվել, հայրի հետ չի կարելի այդպիսի քաղաքականություն վարել, այսինքն ոնց է սխալվել, միանգամից չի կարելի բռնկվել։ Ֆիզուլում եղած քարտուղար ժամանակ հայկական եկեղեցին հողով թաղել են։ Այդ եկեղեցին թերթերում գրվեց, թե Հայաստանի Հանրապետություն ցույց տվան, այ դրանք վարած քաղաքականությունը էմսին է, որ էմսի պայմաններ ստեղծի, որ հայը իրա երկում, իրա բնորանում, իրա ծննդավայրում չափ։ Դե ժամանակ լայս բանը չկար էլի։
այդ Ղարաբաղյան հաշիվը չկար, այլ թուրքերների մեր կողմը, շատ թուրքեր մեր կողմն էին, որտեղ անտեղի այս երկու ժողովուրդին իրար հետ կպցնում են, իրար հետ շկրվածնում են։ Վտանգը կար արդեն Սումգայիթյան դեպքերն եղավ, Սումգայիթյան դեպքերից հետո դե ճիշտ է զինված էինք մենք արդեն գիշեր ցերեկ պահակություն ենք անում, ամեն վարկյամ որ սպասում ես, վայ այսօր այս կողմից հարձակումը կլինի, վայ այն կողմից։ Եթե ռիսկ անեին, որ կարող է հարձակվեն չարդախլվեցիների վրա ու գրավ ենք ունեցված կտանենք 1000 անգամ հարձակվել են, ռիսկ չէին անում, որտեղ մի տարածքում ապրեն շատ լավ ճանաչում էին, բոլորի ուղնուցուցը գիտեին, կյանքը թանկ է բոլորի համար, իշխանությունը իրանք, եթե նրանք հարձակվեին պարտադիր Չարդախլուից ոչ մեկը դուրս չէր գա։ Ադրբեջանի օմոնը որ եկել է որ Չարդախլեցների վրա պետք է հարձակվեն, քանի անգամ ողով մենք վեր ենք կացել, այդ մնացող թուրքի գյուղը ռիսկ չեն այլ, ասել դուք գնում եք գնացեք, մենք չենք գալի ու հարց էին տալի մեզ, ասում են ճիշտ է որ ասում են Հայաստանից դուք բան եք բերել, ատոմի զենքեր եք բերել, հավատում էին, որ իսկականից կարող է մենք այդ զենքներն ունենանք։ Ամեն մեկ իր ընտանիքի համար պատրաստ էին միջև վերջին կաթիլը կռվել, ուրիշ մենք ինչ պիտի անենք։ Հայկականության դեմ լայնամասշտաբ գործողությունների սկիզբ։ Այն ինչ որ առաջարվում էր քողարկավորելով տարբեր պատճառների տակ, ասենք Նախիջևանից հայկական գյուղերը քիչ-քիչ դատարկվում էին ու եթե դարասկզբին բնակչության կեսը հայկական էր, կեսից մի քիչ ավելին 80 թվերի վերջ արդեն գրեթե հայկական բնակավար չէր մնացել, իսկ արդեն սովետիկ հանդվելու process-ը երբ որ սկսվել էր, ոնց որ ցեյտնոտի մեջ էին հայտնվել ու իրանք անցան բացահայտ գործողությունների։ Ուրեմն Մոսկվայից ֆուտբոլի ստադիոնում 3 հատ վերտալյոտներ եկան, Մոսկվայից գեներալական հանձնաժողով կազմեր, վերջ եկավ ասաց, որ ձեզ տրվում է Մոսկվայի ներկայացնեն ենք, մենք 3 օր ժամանակ իրանց ուլտիմատում է տրվել, որ քանի օրվա ընթացքում պիտի դատարկեք ու իրանք ստիպված դատարկել են։ Երևի դրանով էլ է բացատրվում, որ չարդախլեցիներ զոհեր չկան։ Այդտենց խիտ թուրքերով շրջապատված հայկական բնակավայր դուրս է եկել ու այնտեղ մարդ չի սպանվել, այդտեղ այլ բացատրվում դրանով, որ իրանց բացահայտ տարհանել են այդ տարածքից։ Բավականին լարված իրավիճակ էր։ Այդ 2-3 օրը Կրասնասեսկի ռայկոմի առաջ քարտուղարը Դալաքյան կար։ Մեծ էսպես ասած հերոսություն դուխն ասեմ, այդ մարդու պահվածն ասեմ, կանգնած ենք, մեկ էլ տեսանք մի հատ հայկական Սև 24 մոտիկացավ, զարմացանք որ տեսանք հայ է ու քարտուղարը թե ուր ես գնում, թե Շամխորի ռայոնի քարտուղարի մոտ եմ գնում։ Զարմանալի էր, մենակ քարտուղարը, մենակ շոֆերի կողքը նստի, անցնի Կեդաբեկի շրջանով կամ մեր գյուղերով թուրքական ու գնա մտնի քարտուղարի մոտ։ Եվ մտնում է դրան ասում է, եթե չարդախլվեցիներին հանկարծ մեկից մաս պակասեց, մի հատ սպանություն եղավ, ստե Կրասնասեսկից ինչքան դե թուրքական գյուղեր կա, չէ, Գյոլքյան, Չայքյան, բանը գյուղերը, ոչ մի մարդ դուր չի գալի, յուրաքանչյուր գլխի համար պատասխանատու է քարտուղարին ու պայմանություն է կազմում։ Այդ 3 օրվա ընթացքում մեքենաներ եկան, ով ինչ ուներ, կիսատ պրատ վերցան, գոնե կարողացան մեծ երեխա բան դուրս գալ։ Այդ եղավ, դրանից հետո թողեցինք մեր ամեն ինչը։ Մենք չէինք պատկերացնում, որ կարող է գյուղը դուրս գա, որտեղ ոչ մեկը մեծերից կամ ոչ մեկը նպատակ չուներ, որ կարող է հանկարծ այնպեսի բան լինի, մենք թողենք գյուղը դուրս գանք։ Անկամ Հայաստանի սահմանին կպած անկլավային տարածք հայտարարված Հայաստանի Հանրապետության հողը դե յուրե Արցվաշենը, բայց անհնար էր, ուր մնաց Չարդախլին։ Բացառվում էր պահել բացահայտ կոնֆրոնտացիայի ռազմական գործողությունների սկսելու դեպքում։ Ուղղակի բացառվում էր։ Չեմ կարծում, որ Մոսկվան այդ ամեն ինչից տեղյակ չէր։ Ուղղակի երևի իրանց ավելի հարմար ու ձեռ էր տալի, որ այդ process-ը եթե տեղի է ունենում ու չի խանգարում սովետական իշխանությանը, Կրեմլի տարածքային ամբողջականությանը Կրեմլի կողմից իշխող, իրանց համար մեկ էր երևի ստեղ հայեր են ապրում, թե վրացիներ, թուրքեր, թե թուրքմեսխեցինցիներ։ Այդ անցյալը երևի լավ է պետք հասկանալ, բայց ոչ պակաս կարևոր է այդ անցյալից հասկանալ մենք ինչ պիտի անեինք, որ նման բաներ էլ չկրկնվի։ Առաջինը ասենք երևի Հայաստան ամրացնելը, Հայաստան երկիրը, ոչ թե Հայաստանի Հանրապետություն, Հայաստան երկիրը դարձնել մերը ու ամրացնել։ Երկրորդը պատժել այն սրիկաներին, ով գլխավոր կատարողներն էին կամ հրաման տվողներն էին։ 89 թվականի դեկտեմբերին դեռ Վանո Սիրադեղյանը ինձ հարցրեց Ասադովի վերաբերյալ Շամխորի առաջի քարտուղարի, որ կարաս դրա հախից գաս, ոնց, ես այդ ժամանակ դեռ
մենակ էի ոնց որ խորհրդատու լինեի պարտիզանական գործողությունների մեթոդների։ Ասադովը Շամխորի առաջի քարտուղարն էր, որը ոստիկանական ուժերը գլխավորում էր Չարդախլուն դադարքելուց։ 89 թվականին ես դրանից հրաժարվեցի բնական, որտեղ մենակետի անելու բան չի։ Խնդիրը ոչ թե ոչնչացնելն էր, այլ ձերբակալել բերել Հայաստան։ Իսկ 90 թվականի արդեն հունվարին ջոկատը երբ որ ստեղծվեց, հատուկ նշանակության խումբը, բանուն նորից այդ հարցը բարձրացրեց ու փետրվարի սկզբին խումբը դուրս եկավ, մենք արդեն շատ ինֆորմացիա էինք հավաքել ու տեղյակ էինք, որ Շամխորի առաջի քարտուղար Ասադովը Ղազախ պիտի գա, ես իմում այդ հանդիպման, կարճ ասած ծուղակ պատրաստեցինք, մտանք տարածք թուրքերի, ծուղակ պատրաստեցինք, բայց մեքենան շատ արագ անցավ ու մենք չկարացանք ոչ մի բան անենք, որովհետև եթե խփեինք վարորդին, չկանգներ ինքը, շուռ գար, ընդեղ կլիներ, մենք դեռ իդեալիստ էինք, թուրքի մեջ հակառակորդ էինք տեսնում ոչ թշնամի, այլ ավելի շուտ հակառակորդ, մտածում էինք, որ միգուցե այդ վայրագությունները դեռ sense լրիվ թուրք այդ ազգությունների այդ 20 ցեղի կամ ցեղախմբի գլխավոր թեզը չի էլ իրանց ապրելու, մտածում էինք, որ պետք չի սպանել, ձերբակալել, բերել ու արդար դատով դատել, մենք հրաժարվեցինք կրակելուց, ասենք ես հատբոյ տվեցի, չգիտեմ, խմած էր, ուռած էր վարորդը, չդանդաղացրեց թափը մեքենայի ու այդ քարերով ընենց անցավ, երևի մի 70 կմ/ժ արագությունով մեծ քարերը ջարդելով, փշրելով անցավ կամ զգացին, որ ինչ-որ վտանգ է սպառնում իրենց։ Հետագայում Ասադովը Աստված մեծ է, էլի ոնց որ ասում են, պատժվեց Աստծու կողմից, ուղղաթիռը ընկավ, որի մեջ ինքը նստած էր անհասկանալի ձևով, պայթելով, բանով սենց։ Դա եղավ արդեն դրանից մի 2 տարի հետո։ Կյանքդ սկսում ավարտում է քո գյուղով, քո ծննդավայրով։ Ոչ թե կարոտում ես։ Հիմա եթե ինձ աշխարհել տան, իմ համար, իմ ծննդավայրը, իմ մանկության, երիտասարդության տարիները, իմ կրթությունը ստացել եմ ես այդ գյուղում։ Մենք այնտեղ իմ համար սրբավայր է դա։ Մեր կյանքը սկսում ավարտում է դրանով։ Անհնարին է գլուխը տնես բարձին ու քո երկում չնես, ու քո ծննդավայրում չնես։ Ոնց կարող է Չարդախլուն չկարոտես։ 27-րդ տարին աստեղ եմ։ Դե քնում եմ գերազ եմ տեսնում, ոչ մի անգամ ես տեղ երազ չեմ տեսնում, որ ասեմ ես Հայաստանի ես ինչ տարածքում եմ։ Դրի ընդեղ։ Իրի որ բարգում ենք, ընդեղ ենք։ Դե ոնց կարող ես ծնողներիդ, տատերիդ, գերեզմաններ ընդեղ թողնես, ու դու չկարոտես։ Հորս գերեզման ընդեղ, ու գերեզմանը չկա հիմա։ Ուրեմն 5 հատ գործով գերեզմանանոց էր 5 հատ։ Հիմա նայում ենք ոչ մի գերեզմանակաց չկա, լրիվ հարթացած։ Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին եւ առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին։ Մարտիրոս Սարյան